Իսկ հիմա ես ուզում եմ խոսել ձեզ հաղորդելեի մոտարապես 2 շաբաթ առաջ էր, որ Թրամփը Թուրքիայում էր այս ՆԱՏՕ-ի կամ NATO-ի համագումարին մասնակցել էր։ Իր ամենանոր օդանավով, որ Քաթարի կամ Ղաթարի սուլթանը նվիրել էր իրեն 440 միլիոն դոլարանոց օդանավը նվիրել էր սրանով գնաց Թուրքիա 2 շաբաթ առաջ եւ այս օդանավը իհարկե պատրաստել են, որ ապահով լինի նախագահի համար, բայց այնպես չի, ինչ որ երկու օդանավ, որ տարիներ է Ջորջ Բուշի ժամանակվանից մինչ հիմա նախագահները օգտվել են, նրանց նման ապահով չի։ Այսպես տեսնում եք, երկու նման օդանավ ունի։ Հետ վերադառնալիս պետք է սրանով հետ վերադառնար։ Հիմա այն օդանավով ինչ որ գնացել էր, նախագահ Թրամփ ասել էր, որ այս օդանավը ղրկել ենք Անգլիա, որ այնտեղ մեր խարիսխներում, բեյսերում ամերիկացի զինվորներ տեսնեն ես ինչ գեղեցիկ օդանավ ունեմ։ Իհարկե այդ օդանավի վրա մոտարապես 1 բիլիոն ծախսել են, որպեսզի ապահով դարձնեն նախագահի համար։ Բայց այդքան ապահով չի, ինչ որ այս օդանավն է, ինչ որ ասացի Ջորջ Բուշ հայրի ժամանակվանից բոլոր նախագահները օգտվում են։ Տարիներ է երկու նոր օդանավ պետք է տրամադրեն նախագահներին, որ ասել էին, որ երբ որ Օբաման էր պետք է տրամադրեին, ուշացավ, Թրամփը եկավ, Թրամփի ժամանակ էլ չպատրաստվեց, Բայդենը եկավ, Բայդենի ժամանակ նաև չպատրաստվեց այդ երկու օդանավը, նոր օդանավները, եւ հիմա ասում են, որ 2018-ին կպատրաստվի այդ նոր օդանավները։ Ամենայն դեպս այս օդանավները թանկի նման է, շատ ապահով օդանավ է։ Թուրքիայից հետ վերադառնալից ասացին, որ նախագահը սրանով է հետ վերադառնալու, այդ ժամանակ ասացի մյուս օդանավը ղրկել էր այն գեղեցիկ ինչ որ նոր օդանավ ունի, ղրկել էր Անգլիա, ուրեմն սրանով պիտի գա։ Բայց մտահոգված են եղել, որ ուսի վրա տրվող shoulder, այսպես հզոր հրացաններ կա դնում են եւ հարձակվում են օդանավների վրա, նախագահը մտահոգված է լինում իր այսպես խորհրդատուները, որ կարող է Իրանի կողմից հարձակվեն այս օդանավ վայրեր։ Ուրեմն նախագահը գալիս է մտնում է օդանավի մեջ, բայց մյուս կողմից այնտեղ մեծ ծանրոց են բերում, որ միշտ օդանավներին բերում են, ուտելիք են բերում, ուրիշ բաներ են բերում օդանավի համար, ուրեմն այդ ծանրոցներից մեկի մեջ նախագահը եւ այս երկրի պաշտպանության նախարար Հեքսեթ այդ ծանրոցի մեջ են նստում, հետո հեռացնում են, տանում են այն օդանավը, որ սովորաբար կոչվում է, սա միշտ համարվում է նոմեր 1-ը, որտեղ որ նախագահը կա, նոմեր 1 օդանավն է, նոմեր 2 օդանավը օգտվում է փոխնախագահը, օգտվում է նախագահի կինը եւ ուրիշներ օգտվում են այդ, ուրեմն գաղտնիորեն այդ ծանրոցը տանում են մյուս օդանավի մեջ եւ այնտեղ նախագահը եւ պաշտպանության նախարարը այնտեղ են լինում։ Միշտ նախագահի հետ տասնյակ լրագրողներ են լինում, բոլորը այստեղ են լինում։ Նաեւ արտգործ նախարարը այստեղ է լինում եւ գանձապահ այս երկրի այսպես Treasury Secretary Bensett նաև այս օդանավի մեջ է լինում։ Միայն նախագահին տանում են մյուս օդանավի մեջ պաշտպանության նախարարի հետ։ Հիմա ես այստեղ ուզում եմ ցուցադրել, ցույց տալ դեպքը ինչ որ սրանք բացատրեցի եւ հետո իբր թե օդանավը հեռանում է, բայց նախագահը արդեն հեռացել էր։ Հիմա միջ հիմա այսպես դեպք չի պատահի Ամերիկայում։ Եղել է դեպքեր, որ գաղտնիորեն մետեղ են գնացել, օրինակ Քլինթոնը կամ Բուշ զավակը, բայց պատերազմի տարածք են գնացել, օրինակ Բուշը Աֆղանստան պիտի գնար, պատերազմ էր տեղի ունենում։ Այսպես փոփոխություն արել են, բայց պատերազմ է տեղի ունեցել, այսպես չի եղել, որ
նախագահը միտեղ գնա այդ ու ուրիշ ձևով իրեն այդտեղից հեռացնեն։ Այստեղ տեսնում են նախագահ Թրամփն է, որ լրագրողների հետ խոսում է։ Սա այսպես հուլիսի 8-ն էր։ Իբր թե ձերքով ամեն անգամվա նման, երբ բարձրանում է, մտնում է օդանավի մեջ, տեսնում եք այստեղ, բայց մյուս կողմից մտահոգված Իրանի կարող է տերորիստական ակտից վախենալով Թուրքիայում, տեսնում եք Թուրքիայում բոլոր այդ Եվրամիության երկրների ղեկավարների հետ այդ ժամանակ Անգլիայի վարչապետին եք տեսնում, ՆԱԹՕ-ի ղեկավարին եք տեսնում, այս օդանավն է, որ ինքը եկել էր Թուրքիա, այս օդանավով էր եկել, բայց գնալիս այն օդանավը, որ նախագահները օգտվել են, այդ օդանավերը ինչ որ օգտվեցին։ Ժամանակին նախագահը չէր բացատրել այս, բայց հիմա հայտնվել է փոխում են ուրեմն օդանավը իրենը, որպեսի մտահոգված են Իրանը լուրջ սպառնալիքեր ստեղծել։ Իհարկե հետո բանից դուրս է գալիս, որ Իրանը ոչ էլ չի արել, բայց ամենայն դեպս այդ ժամանակ նախագահի ապահովության համար Իրանի ռեժիմը ասել էին, որ Թրամփին թիրախ է դարձրել shoulder fired missile, ուրեմն ուսի վրա տրվող հրթիռով, որ օդանավը վայր բերեն Թուրքիայից, որ ուզում է հեռանա։ Բայց այդպես չի եղել, իհարկե, բայց մտահոգությունը կար։ Եվ այսպես տեսնում եք, այդ ծանրոցն է, որ նախագահին միջում տրված, եւ նախագահը իհարկե հիմա ասում է, որ շատ արագ որոշում եղավ, եւ որովհետեւ իրեն պահապանները ասել են, որպեսզի նախագահին ապահով պահելու համար մինչև այսպես բան չի պատահել, այսպես աշխատանք չի պատահել, ասացի օրինակներ եղել են, բայց ուրիշ պատճառով է եղել։ Այստեղ տեսնում եք հետո տեսեք այստեղ այդ ծանրոցն է, օդանավից հեռացնում են, ծանրոցի մեջ նստած է նախագահը, տեսեք այնտեղ այդ թրաքը տանում է, ուր որ նախագահը այդ ծանրոցը ինչ որ գնաց դրա մեջ է այնտեղ հեռվում, տեսնում եք, եւ իրեն փոխադրում են մյուս օդանավը, որ փոխնախագահի օդանավն է, ուրեմն այդ իր նորմալ օդանավից, բայց այդպես ասացի արտգործ նախարարը Ռուբիո ծախում Վեսենտ Treasury Secretary նույն օդանավի մեջ են լինում լրագրողների հետ եւ այսպես փոփոխություն է լինում այդ ժամանակ հուլիսի 8-ին, երբ որ նախագահ Թուրքիայից հեռանում էր։ Տեսնում եք մյուս օդանավի մեջ ուրեմն միայն նախագահ Թրամփը եւ Թրամփ, այսինքն օդանավի մեջ աշխատողները եւ ծախում պաշտպանության նախարարն են, ինչ որ այնտեղ են։ Ամենայն դեպս հետո նորից այնտեղ օդանավը նորից իրեն օդանավի մեջ են տնում, հետո իջնում են, նստում այդ նոր օդանավը հուլիսի 8-ին է, տանում են այն նոր օդանավը, որ Քաթարի նախագահներ կամ թագավորներ նվիրել, այդտեղ հետո լրագրողների հետ խոսում է հուլիսի 8-ին էր, սրանք բոլորը պատահող, ուրեմն վերադառնալից Եվրոպայից այդ նոր օդանավով է վերադառնում, ինչ որ։ Տեսնում եք Քլինթոններ, Բուշն է, նաև տարբեր տեղեր գնացել են օդանավի փոփոխություններով, բայց պատերազմի դաշտ են իջել, նրանց ուրիշ եղել, օրինակ Աֆղանստան են գնացել այդ ժամանակ, այս ծանրոցն է, ինչ որ տեսնում եք նախագահին իր մեջը սրա մեջ թաքցրել էին, օդանավից տանում են գաղտնիորեն ուրիշ օդանավի մեջ, հետո սրա միջից նախագահը դուրս է գալիս, նստում է այդ օդանավի, ինչ որ ձեզ ասացի, որ փոխնախագահն է օգտվում, իր տիկինն է օգտվում, այդ օդանավով Եվրոպա է գնում։ C-32A է կոչվում, որ 757 տեսակ 757-200 օդանավը, որ էլի ապահովված օդանավ է, ոչ թե նախագահի օդանավի նման եւ ոչ թե նախագահի օդանավի նման մեծ օդանավ է, այնինչ որ փոխնախագահն է օգտվում, դրանով ճամփորդում է։ Ես ուզում եմ նաև հիմա ձեզ խոսել այնինչ որ
այս երկրում մինչ հիմա այս վերջին ժամանակներում 18 տարբեր երեխաներին պատվաստանյութ վակցին էին սրսկում։ Նախագահ Թրամփը երեք մի հրաման տվեց, executive order տվեց եւ ասաց, որ այդ իջեցնում են 11-ի, որտեղ նախարար Քենեդին, որը Health and Human Services առողջապահական նախարարությունն է, նա դեմ է այս վակցիների հետ եւ պակսացրել են 11-ին դարձել նախագահն էլ ստորագրել է։ Բժշկական համագումարները բոլորը երեխաների եւ ուրիշներ եւ դրանց մեջ նաեւ մեկ սենեթոր Cassidy անունով, որ ինքը բժիշկ է, այդ սենեթորը ասում է, որ սա սխալ բան է։ Ես հիմա կարդամ այդ սենեթորը ինչ է ասում։ Ասում է vaccine are safe։ Պատվաստանյութեր այս բժիշկ սենեթորն է ասում Cassidy անունով Ջորջիա նահանգի պատվաստանյութը ապահով է, էֆեկտիվ է, ազդեցիկ է, ոչ մի խնդրեմ չի ստեղծում, այսինչ որ autism-ը ստեղծում բոլորը ասում է այդպես բան չկա, անտեղի է եւ ասում է որ կառավարության, սա սենեթորը բժիշկ ասում է կառավարության մի լսեք դուք ձեր բժիշկին եւ երեխայի բժիշկին լսեք այդ պատվաստանյութերը բոլորը հարկավոր է որ դուք ձեր երեխաներին սրսկեք, ասում է այս սենեթոր սենեթոր բժիշկը։ Ես մի տաթարվեցեմ, երբ վերադառնամ, եղանակի մասին խոսեմ, նրանից հետո շարունակեմ երկրաշարժ տեղի ունեցավ Կոլոմբիա երկրում, դրան անդրադառնամ ծրագիրը ովանավորում է Burbank-ում գտնվող Burbank Adult School-ն է ովանավորում ծրագիրը։ Այս գրանցման ժամանակ է, ուրեմն պետք է եթե ուզում եք այս դպրոցը հաճախեք, արդեն սկսել են։ Երևանից սկսել են, այսօր գրում են, ես ինքս վաղը ժամը 10-ին այնտեղ եմ լինելու, այս դպրոցում եմ լինելու եւ կարելի է 5:30 նաեւ այնտեղ լինեմ, չգիտեմ, բայց առավոտ անպայման 10-ին այնտեղ եմ եւ դուք նաեւ կարող եք գալ այդ դասավանդումների համար գրվել։ Այս դպրոցը Կալիֆոռնիայի նահանգը բոլոր ձեր ծախսերը հոգում է։ Անվճար է ձեզ համար, բայց Կալիֆոռնիայի նահանգը վճարում է Կալիֆոռնիային կապվող դպրոցը սա։ 12 դասավանդումներ է տեղի ունենում։ Եթե դուք ավարտեք, վկայական է տալիս, Կալիֆոռնիայի նահանգը ձեզ վկայական է տալիս, որ Ամերիկայի 50 նահանգում ընդունված է իրենց վկայականը։ Այնտեղ կարող եք բուժքույրի օգնականը լինեք, կոմպյուտեր չգիտեք, կոմպյուտեր սովորեք, կոմպյուտեր գիտեք, ուզում եք մասնագիտացված կոմպյուտեր սովորեք կնակ աշխատանքի, կարող եք այնտեղ գնալ։ Ատամնաբուժի օգնական եք ուզում լինել, դենտիստի օգնական լինել, դասավանդում են։ Եվ ասացի ուրիշ դասավանդումները բոլորը անվճար եւ Կալիֆոռնիայի նահանգը ձեզ վկայական է տալու։ Զանգահարեք, բայց շատ դժվար կլինի տելեֆոն խոսել, անպայման վաղը այնտեղ եղեք եւ հաջորդ մի քանի օրը դասարանները այնտեղ եթե կա կտեսնեք մարդիկ գրվում են այնտեղ, գրանցվում են այնտեղ, որ այս դասավանդումներին անվճար մասնակցեն, ինչ հարկավոր իրենք տան։ Գիրք պետք է իրենք անվճար ձեզ կտան եւ ամենակարևոր իրենց վկայականն է, որ նահանգն է ձեզ հանձնելու։ Երևան Post հովանավորում է ծրագիրը։ Երևան Post-ը առաջարկում Ծանրոց Հայաստան ղրգելիս մի փանդը $2.99 է։ Օթանավով իհարկե։ Նավով մի ծանրոցանձնեք երկրորդ համահավասար ծանրոցը անվճար է լինելու Գրանադա Հիլզում Երևան Post-ը։ Իսկ նաև գումար կարող եք փոխանցեք Հայաստան, եթե դրամ ուղարկեք 1% է, եթե դոլար ուղարկեք տարբեր է։ Իսկ նաև մեքենա պիտի ղրգեք, սառնարան, սառցարան, ինչ որ հարկավոր է ղրգել Հայաստան, դա կարող են ձեզ համար կատարեն Երևան Post հեռախոսահամար ձեզ մոտ նշանակել։ Ծրագիրը նաև հովանավորում է Շահինթուր հովանավորում է ծրագիրը։ Երկու ճամփորդություն է առաջարկում
Բրազիլիա, Պարագուեյ, Արժանտինա, սա տեսնում եք այստեղ 11 օր $3,890։ Իսկ Եվրոպա նաև թուր են կազմակերպել, 10 օրվա թուր են կազմակերպել, Իսպանիա եւ Պորտուգալ տեսնում եք 10 օր $3,690 all inclusive, ամեն ինչը ներառված է ծախսը հեռախոսը կայս հեռախոսը համարին։ Court Furniture Ամերիկայում խոշոր ֆուրնիչերի խանութներից է Court Furniture-ը եւ Գլենդելում 339 նոր ցենտրալ ու Մերթել փողոցի հատման կետում է։ Նաեւ խանութներ ունի Orange County-ում, Santa Ana-ում, Նյու Յորքում, Օրեգոնում, Վաշինգտոն նահանգում, Վաշինգտոն մայրաքաղաքում բոլոր խանութներ ունի Court Furniture-ը, եթե նոր մատրես պիտի գնեք, տարատեսակ մատրես է առաջարկում, գրասեղան, սեղան նաև աթոռներ նաև կարող եք գտնեք Court Furniture-ում կվերադառնա։ Ամերիկայի Midwest ինչ որ կոչվում է, Ինդիանա, այսպես Օհայո այս շրջանները խիստ փոթորիկ քամի շարունակենք, քամի անձրև է գալիս, տարօրինակ վիճակ է տիրում, օրինակ Կոլումբոս, Օհայո, մեկ հոգի մահացել է այնտեղ, այս ամպերը տեսնում եք, փոթորիկ է տեղի ունենում, թորնեդո տեղի ունենում Շիկագոյում, եւ այսպես տեսնում եք օդանավակայանները թռիչքներ են քանսել լինում, դժվարություն ունեն մարդիկ, պատկերացրեք հիմա 80 մայլ ժամական, որոշ տեղեր նաև 97 մայլ Իլինոյ ժամական փոթորիկ է տեղի ունենում։ Այս փոթորիկի հետևանքով նաև հրդեհ է տեղի ունենում, տեսնում եք այդտեղ տապալում է շենքը, հետո գազի լայներ կա, այսպես տեսեք բոլոր շենքերը հողի հետ հավասարել է Ինդիանա եւ ասացի Օհայո այս ինչ որ կոչվում է Midwest, այստեղ տեսեք նաև կտեսնեք մեքենան նաև շրջում է այնքան զոր է այս կամին, այսպես տեսնում եք որոշ տեղեր նաև ինքը ծով է դարձել, մեքենաները խորտակվել են ջրի մեջ, միայն այս երկիրը կարող է տոքա այսքան արհավիր, տեսեք այդ մեքենան չգիտեմ, կարողացաք տեսնեք շրջվում է քամի հետևանքով, փոթորիկի հետևանքով, տեսեք նորից եւ մեքենաներն են ջրի մեջ է, տեսեք ինչքան անձրև է եկել, մարդկանց բնակարանում եք տեսնում եք։ Մեծ դժվարություն։ Հիմա անգամ այդ աշտարակը, որ օդանավներին պետք է օգտակար լիներ, ասել են աշտարակից դուրս գան, որովհետև աշտարակը ինքը կարող է դժվար կացության մեջ լինի ու թողնում է։ Հիմա այստեղ տեսնում եք ավել տարածքները, որ thunderstorm փոթորիկ լինելու է մինչև ժամը 8 այսպես էր եւ շարունակվելու է վաղը նաեւ անձրև է գալու որոշ տարածքներում 6 ինչ 15 սանտիմետր պատկերացրեք կարճ ժամանակում վաղը նույնն է ես այսօր երեքշաբթի գիշերը ինչ խոսում եմ ձեր հետ վաղը կգրկվի կեսօրին բայց վաղը նույնն է նորից խոշոր փոթորիկ դժվար կացություն նրանք որ Սեն Լուիս Միզորի ապրում են Լուիվիլ Քենթակի ապրում են Cincinnati ապրում են այսպես Cedar Rapids, Green Bay, Wisconsin, շանք բոլոր վաղը դժվար կացության մեջ են լինելու։ Իսկ մնացած տարածքներում նույն ժամանակ տեսեք ջերմաստիճանը տեսեք ուր է գնացել 104 եւ ավել եք տեսնում 104 այսինքն 40 սանտիգրադ որոշ տեղերում 46 48 սանտիգրադ շոկ է լինելու շատ շոկ է լինելու պատկերացրեք 40 եւ ավելի այդ շրջաններն է լինելու ահա սա ընդհանուր պատկերն է չորեքշաբթի օր ես մի դադարվեցնեմ երբ վերադառնամ դադարին շարունակեմ ծրագիրը
մեկ ամերիկացու ռուսները ազատ են արձակում, հետո նրանից հետո Իրան-Ամերիկայի մասին պետք է խոսեմ, ծրագիրը հովանավորում է Մարգարյան փաստաբանական գրասենյակն հովանավորում ծրագիրը, եթե դուք վարձել եք մեկ բնակարան, պետք է մաքուր լինի, բնակելի լինի, եթե այդպես չի, միջատկա մրջում կա եւ մուկ կա, զանգարեք այս հեռախոսահամարին, փաստաբանի հետ խոսեք։ Ծրագիրը հովանավորում է Փիզարտինի Բերբանկում հովանավորում է ծրագիրը։ Եթե մի փիզա պատվիրեք Փիզարտինից, երկրորդ փիզան 50% զեղչ եք ստանալու։ Սա հեռախոսի համարն է։ Նաև սանդվիչներ են առաջարկում։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսին հովանավորում է ծրագիրը։ Եթե դուք ագնոցի կարիք ունեք, դժվարություն ունեք, ջուր է հոսում աչքից, բոլոր այդ հարցերով վիրահատող բժիշկ է 31 տարի փորձառությամբ, Գլենդելում սա հեռախոսահամարն է, Փասադինայում հեռախոսահամարը տեսնում եք Կոստամեսա, Orange County-ում, որտեղ Orange County ապրում եք, չի տարբերում Orange County-ին փոքր county է, զանգարեք այս հեռախոսահամարին, հանդիպեք այս մասնակետին։ Ծրագիրը նաև հովանավորում է ServPro ընկերությունն է հովանավորում։ Եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը, մաքրման կարիք ունի, եթե նոր կառուցել եք, շենք եք կառուցել, դա պրոֆեսիոնալ մաքրման հարց է, չեք կարող մի քանի կանայք վարձեք մաքրեն այդտեղ, կամ եթե խողովակ է պայթել ձեր տանը, ջուրը բռնել է, որոշ տեղեր դժվարություններ կա, իրենց զանգարեք, խորհրդակցեք դվերադար։ Կոլումբիայում, Ամերիկայի հարավում երկրաշարժ, խոշոր երկրաշարժ տեղի ունեցավ, դες հաղորդների 7.4 Ռիխտերի սկեյլի վրա, դուք պատկերացրեք, դա խոշոր երկրաշարժ է, որովհետև Հայաստանում կամ Լոս Անջելեսում 1994 թվին երկրաշարժերը ինչ տեղի ունեցան 6.7, 6.8-ի չափ էր, ամեն մեկ կետը մեծ տարբերություն ունի, այսպես չի որ մի կետ է, ավել 6.9-ը շատ հզոր է, քան թե 6.8-ը, 7-ը եւ այսպես, սա 7.4-ը համարվում է հզոր երկրաշարժ եւ 3000 հոգի անհետ կորել են։ Հիմա ես այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել 200 մոտավորապես 50 հոգի մինչ հիմա տիակը կտենեն, աշխատում են փրկարարներին եք տեսնում, այսօր մեկ 6 ամսական երեխայի կարողացան փրկել եւ իր մայրիկին, այսպես տեսեք շենքն է, այս երկրաշարժը ինչպես տապալեց ամեն ինչ եւ 35 տարեկան մեկ անձնավորության անգամ այդ փլատակների տակից հանում են, այսպես տեսնում եք աշխատանք են տանում, երեխային եք տեսնում, 6 ամսական երեխային իր մայրիկին են հետո անում, մեկ ուրիշի են փրկում, այսպես որոշ բախտավոր են, կարողանում են գտնել, բայց դժվար է, ասացի 3000 մի քանի օրվա ընթացքին, եթե չկարողանան, ում որ պիտի փրկեն, ընդամենը մի քանի օրում եթե փրկեն, եթե ոչ, հնարավոր չի լինի իրենց ողջ գտնելը։ Ամենայն դեպս մեծ ցավ է ինչ որ պատահել է այս երկրում եւ աշխարհով մեկ աշխատում են օգնել, օգնություններ ղրկել այդ տարածքը, բայց տեսեք շենքն է, մեկ հիվանդանոց նաև, տեսնում եք հիվանդանոցն էր, որ ինքը հիվանդանոցը նաև շենքը փլվեց։ Սովորաբար երրորդ աշխարհի երկրներում, որ Կոլումբիան նույնն է, եթե բետոնից են կողանում, այսինքն բետոնի ինչքան իր ամրությունը նույնը չի լինում, ուրիշ երկաթներից այդ երկաթները ինչ որ տեղադրում են մեջը, բետոնի մեջ տեղադրում են, դրանք են կողանում, ավելի քիչ են տեղադրում եւ այսպես երբ երկրաշարժ է լինում, հետո դժբախտությունն էլ շատ մեծ է լինում։ Ես հիմա ուզում եմ խոսել մեկ ամերիկացու, որ 4 տարի առաջ Ռուսաստանը ձերբակալել էր։ Այս ամերիկացին ինքը Ռուսաստանում էր ծնվել, հետո ընտանիքով եկել էին այստեղ
եւ դարձել էին ամերիկացիներ։ Հետ էր վերադարձել Ռուսաստան, ծանոթներ ունի գնացել հանդիպելու։ Խմիչք էր օգտագործել ու սկսել էր կռվել, ոստիկանի էր ծեծել եւ այսպես ոստիկանում եկելներ, ոստիկանի հետ կռվել էր ծեծել։ Ամենայն դեպս իրեն տատի էին տվել եւ ասային 10 տարի պիտի ազատազրկեն։ Իսկ վերջին ժամանակում, որ նախագահ Թրամփ եւ Պուտին հանդիպել էին, այս սրա մասին ասել են Պուտինը սովորաբար երբ որ ռուսները մեկ գերի ազատում են, պահանջում են որ Ամերիկան նաեւ մեկ հոգու ազատ արձակի կամ ամերիկան, եվրոպական երկրներում, եթե ռուս այնտեղ մեկին ձերբակալներ են լրտեսական կամ որևէ պատճառով ռուս են ձերբակալներ, փոխանակում են։ Բայց նախագահ Պուտինն ասաց այս տղան հիվանդ է, ժամանակ չկա որ փոխանակենք, ազատ արձակեք, թողեք գնա։ Մի տարիներ առաջ էր մի շատ երկար ժամանակ չի որ նույնպես մեկ ուրիշի ազատ արձակեցին, բայց եկավ այստեղ երկար չապրեց հիվանդությունը պատճառ դարձավ որ մանա։ Ամենայն դեպս այս երիտասարդին շարունակեն։ Տեսնում եք ամենածախում եք տեսնում իրեն։ Այդ գլխարկով տեսնում եք իր ծնողների քրոջ եւ այսպես հետ է վերադառնում Ամերիկա, բայց ասացի հիվանդ է շատ, պետք է այստեղ կա բուժումներ ընդունի։ Ընդամենը 4 տարի այնտեղ տեսնում եք այդ այն ժամանակ դատավարության ժամանակն եք տեսնում 32 տարեկան է հիմա այս երիտասարդը եւ հիմա վերադառնում է Ամերիկա, ընտանիքն է որ ուրախությամբ իրեն ընդունում է, տեսնում եք այստեղ։ Այստեղ իհարկե զինվորական ծառայություն էր տվել եւ նախագահ Թրամփ ասացի Պուտինի իհարկե իրեն խնդրել են Մասաչուսեթ են ապրում, Մասաչուսեթի սենետրին եք տեսնում, որ պահանջել է որ նախագահը երբ որ Պուտինի հետ խոսում է, այս տղայի մասին խոսի, որպեսզի կարողանան ազատ թողեն իրեն, որ ինչպես նախագահ Պուտինը ազատ է արձակել իրեն։ Ես ուզում եմ խոսել Ամերիկա-Իրանի մասին, գիտեք, որոշված էր համաձայնության են եկել, որ Ամերիկան պետք է մոտարապես 50 բիլիոն գումարներ կա որ թագավորի, այսինքն երբ որ իսլամական ռեժիմը աշխատանքի անցավ, պահ էր տրված այստեղ, ամեն երկիր ուրիշ երկրի բանկերի մեջ փող ունի, ամենայն դեպս սառեցրին Պարսկաստանի, երբ որ հեղափոխություն եղավ Իրանում, սառեցրին գումարը, մինչև հիմա չեն տվել։ Ուրեմն նախագահ Թրամփ խոսել էր, որ գումարները այդ 50 միլիարդը ազատ արձակեն իրենց եւ հարաբերություն լավանա։ Իսկ Հորմոզի նեղուցի վրա խնդրեմ կա, նախագահը ասում է որ հիմա մենք ենք ղեկավարում Հորմոզի նեղուցը, բայց նախապես 130 նավ էր այդտեղից անցնում, հիմա հազիվ 10-15, երբեմն 7-8 նավ է անցնում։ Թեև նախագահը ասում է, նախագահ Թրամփը ասում է որ հիմա կարող է գնալ գալ, բայց չեն համարձակվում, որովհետեւ հաճախ հարձակում է լինում։ Ամենայն դեպս երբ որ համաձայնության չեկան Իրանի հետ, խնդիրներ եղավ եւ նաեւ նախագահ Թրամփ խոստացել 300 բիլիոն գումար տա, որպեսզի այդ իր Ամերիկայի ռմբակոծումները, վնասները ինչ որ հասել է տարածքներին, մարդկանց, շենքերին, այդ 300 բիլիոնը պետք է Ամերիկան տար, որ վերանորոգեին, հետ վերադարձնի նորմալ վիճակի Իրանը, իսկ երբ որ հիմա չեն կարողանում համաձայնվել նորից, նախագահ ասում է այդ վնասները, որ հրթիռները ղրկում Իրանը, 600 ամերիկացի զինվոր վիրավորվել են, որ նախապես չէին ասում Իրանի այդ հրթիռների հետևանքով, որ դեպի Քուվեյթ, Կաթար կամ Ղաթար, Դուբայ եւ այլն ղրկում էր, 600-ից ավել ամերիկացի զինվորներ վիրավորվել են, ասում է այդ գումարները կլինի եւ այդ բեյսերը, խարիսքները նայ, որ պետք է իրենք մեզ հիմա գումար տան, ոչ թե մենք 300 միլիարդը չենք տա կամ 300 բիլիոնը չենք տա, իրենք պետք է գումար տան։ Հիմա այստեղ ես ուզում եմ ցույց ցուցադրել, տեսնենք միասին, ուրեմն սա Կասպից ծովը եւ Ամման ծովն է, հելիկոպտերներով տեսնում եք այդտեղ հսկում են եւ մեկ նավ ասել էին, որ ուզում էր հեռանալ, ասեն չկնա, ուրեմն հարվածում է Ամերիկան, Իրանի մեկ նավ է հարվածում
այս վերջին օրերից նաև հութիները կարմիր ծովի մոտ այդ ռեցի հութիները այնտեղ Եմենում նրանք հարձակվում են նաև Արաբստանի տարբեր նավեր խարիսների վրա հարձակում են կատարում, որովհետև նրանք համագործակցում են հութիները այսինքն Իրանի հետ։ Ես այստեղ հիմա ուզում եմ ձեզ ցուցադրել դեմոկրատ սոցիալիստ մեկ անձնավորություն, որտեղ Վիսկոնսին նահանգում ուզում է դառնա այս անձը նահանգապետը դառնա Վիսկոնսին նահանգի։ Հիմա դեմոկրատները նրանք նաև ռեփաբլիկաններն էլ այսպես է հիմա դեմոկրատներն են իրենց կուսակցության մեջ այսպես պարակտում կա այն դեմոկրատները, որ միշտ դեմոկրատ եղել են իրենց գաղափարներով եւ կան դեմոկրատներ, որ ավել այսպես սուր դիրքեր են ընդունում, դեմոկրատ սոցիալիստներ են կամ սոցիալիստներ են։ Հիմա Օհայոյի նահանգապետի աթոռի համար ընտրվել է մեկ նման կին է ընտրվել, որ շատ բաներ ասում է պետք է անվճար լինի, օրինակ բժշկական խնամքը պիտի բոլոր անվճար լինի եւ ուրիշ նման արտահայտություններ անում ամենայն դեպս դեմոկրատների տեխնացուն է։ Այդ սովորական դեմոկրատները հիմա մտահոգված են, որովհետեւ համարում են սրանք իրենց կուսակցության ծայրահեղ թևն են համարվում եւ մտահոգված են, որ կարող է առիթ կա ընտրվելու, եթե միջին եզրը ընտրեն, որովհետեւ ընտրության մեջ եթե տեխնացուն միջին եզրը չի վերցնում, հետո անկախները, որ ոչ դեմոկրատ են, ոչ ռեփաբլիկան չեն քվեարկում անձին, որտեղ նրանց օգնությամբ է, որ ռեփաբլիկան է ընտրվում կամ դեմոկրատ է ընտրվում։ Ես հիմա այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել Հան անունով այս կինն է, ընտրությունը պիտի տեղի ունենա այստեղ նախնական ընտրություն այս սպիտակ շապիկով կնոջն եք տեսնում, որ ծիծաղում է հիմա, սա անձնավորությունն է Democratic Socialist Վիսկոնսին նահանգում եւ նահանգապետի աթոռի համար է ինչ որ մրցակցության մեջ է Abolishing police անգամ ասում ոստիկանություն պետք է չի, ոստիկանություն ժողովրդին ձերբակալում է Thanksgiving-ը, ասում է Thanksgiving-ը այդ տիրապետողները, գիտեք Thanksgiving-ը սկսել է սպիտակները ինչ որ Եվրոպայից եկեն էին, ուրեմն ասում է նրանք որ սպիտակ չեն, հիմա ուրիշ խառնուրդ են պատկերացրեք սևերը, իսպանախոսները, Ժապոնից եկած, Կորեայից եկած եւ ահա այսպես նրանց համար չի Thanksgiving-ը պետք է վերանա եւ այն այսինքն արձակուրդ օրերը որ colonizer երբ որ եկել են եւ սպիտակները այս երկիրը տիրապետեն են այդ արցակ օրեր պետք է վերանա ուրեմն շատ իր արտահայտությունների մեջ ծայրահեղ է, որ անգամ դեմոկրատ կուսակցությունը մտահոգված է, այսպես տեսնում եք, նախկին սենատորներ, որ իր փոխարեն իր քույրն է իրեն ներկայացնում, սա Քարոլայնա նահանգում, այնտեղ նաև ընտրություն է տեղի ունենալու, մրցակիցներ ունի այս կինը, որը իր եղբոր աթոռն է զբաղեցնում մինչև տարեվերջ, հետո հաջորդ տարվա համար այս քույրը այս մահացած սենատորի եւ ուրիշներ պետք է ընտրության մասնակցեն գալիք շաբաթների ընթացքին։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից երկու կին եւ երեխա կորում են, տեսնենք ուր եւ ինչու։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Փարքր Ջահանգիրն է հովանավորում ծրագիր, եթե ալերժի եւ ասմայից տարապում է հեռախոսահամարը գրված է Գլենոքս փողոց եւ Grandview փողոցին շատ մոտ է իր այս բժշկակենտրոնը զանգարեք ժամադրություն վեշեք
այս մասնակետից։ Hollywood Piano-ն է ովանավորում ծրագիրը։ Hollywood Piano-ն Ամերիկայի ամենախոշոր դաշնամուրի խանութն է։ 600 դաշնամուր կա երկու հարկի մեջ, ամենագեղեցիկ դաշնամուրներ, որ կարող եք գտնել այստեղ է լինելու։ Անպայման այցելեք, Pasadena-ում է անմիջապես Glendale-ի արևանության։ Raffi's Market-ն է ովանավորում ծրագիրը։ Եթե դուք ժամանակ ունեք ճաշ պատրաստելու, իրենք պատրաստի ճաշ ունեն, այցելեք, կարող եք գնեք այնտեղ, նաև թարմաց են թխում եւ այլ։ Ծրագիրը ովանավորում Անդրե Ղարիբյան փաստաբանն է ովանավորում ծրագիրը։ Եթե accident եք ունենում, եթե հրդեհ է տեղ ունեցել ձեր տանը կամ բիզնեսի կենտրոնում, եթե bankruptcy ֆայլանեք այս հեռախոսահամարին զանգարեք կվերադառնա։ Միշիգանում մի կին իր երեխային տարեկան եւ իր ծանոթ մի ուրիշ կնոջ հետ գնում են անտառ։ Ես հաճախ ասել եմ մարդ պետք է իր այսպես take a chance անում կամ մի գործ անում, վտանգը պետք է նկատի առնի։ Այսպես չես կարող ուր որ ուզում ես գնաս։ Գնում են ամենայն անտառը կորում են, չեն կարողանում գտնեն, որ կողմից պիտի հիմա գնան, որտեղ պիտի գնան։ Ուրեմն 3 օր հետևում կորում են։ Եվ եթե կորում ես, եթե պատրաստված ես, ուտելիքը կարևոր չի, անձը կարող է օրեր չուտել, դեռ դժվար է, բայց կարող է զոհ չլինի, չմահանա։ Իսկ ջուրը dehydration կամ ջրազրկվում է մարմինը շատ դժվար կացության մեջ կարող է տնի անձնի։ Ամենայն դեպս սրանք վերք է լինում ծառերի մեջ, ճյուղերը եւ այլն կորում են։ Բարեբախտաբար գալիս են փնտրեն իրենց, միասին տեսնենք, գալիս են իրենց, կարողանում են անտառում վերջ-վերջո գիտեք բատերին տելեֆոնի չարջի պետք ունի, մի ժամանակ չանես, էլ անկործածել է։ Տեսնում եք գալիս են, փնտրում են եւ գտնում են այս երկու կնոջ երեխային գտնում են, բայց ասացի ջրազրկված, բայց ջուր են հասցնում եւ կարողանում են փրկել իրենց հետ վերադարձնեն, այսպես տեսնում եք նաեւ երեխային, քազններ են լինում, այսպես գնում են ու կորում են։ Ինչ որ այստեղ տեսնում եք բարեբախտաբար իրենց կարողանում են միշի գնում գտնեն փրկարանները եւ փոլիսը իհարկե, այսպես տեսնում եք վերքերն են կապում եւ ուրիշ դժվարություններով հետ են վերադարձնում, այսպես տեսնում եք մի քանի օր առաջ էր այս դեպքը պատահել։ Որևէ այսպես ոստիկանն ինչ-որ կտենե իրենց եւ սրանք ուրախությամբ հիվանդանոց են բերել բնականաբար եւ հետո երևի տուն կվերադառնան ուրախությամբ։ Ես ուզում եմ ձեզ մեկ ամբարձիչ ցուցադրեմ, cranes է ցուցադրեմ, որ տեսնեք, այս crane-ը տեսեք ծալվում աշխատողներին, բայց բարեբախտաբար այս crane-ը վնաս Մայամիում է պատահում այս, տեսնում եք կոտրվել թափել է, բայց աշխատողները այնտեղ քայլում են, միջից գնում են եւ վնաս չի հասնում իրենց բարեբախտաբար։ Ես ուզում եմ Toyota, եթե դուք Toyota մեքենա ունեք, 2025 թվի եւ 2026 թվի։ Գիտեք Toyota-ն ապահով մեքենաներից մեկն է, բայց տարբեր հիմա խնդիրներ կա, airbag-ի կարող է խնդրեմ լինի, ազդանշան, այսինքն turn signal-ը, hazard light-ը, վտանգի լույսը, բոլոր 655,000 մեքենա Camry, եթե դուք ունեք Camry, ուրեմն recall է եղել։ Toyota-ի դիլերին պետք է դիմեք, զանգահարեք, այդ 655,000 մեքենա Ամերիկայում Toyota-ն recall է արել, ուրեմն դուք նաև արձագանքեք ու ձեր մեքենան տարեք Toyota դիլերի անվճար բոլոր հարցերը կլուծեն ձեզ համար։ Ես ուզում եմ խոսել նաև մի քիչ տխուր դեպքի մասին, Jackie, մեկ արծիվ էր, որը Big Bear-ում էր մնում եւ Shadow-ի հետ Jackie-ն էգական է
ուրեմն շադոյի հետ երեխաներ ցակեր էին ունենում երկու անգամ այնտեղ վերջ-վերջո կամերաներ են տնում, ապարատներ են տնում, ժողովուրդ կարող էին անվճար նայել այդ ինչ են անում ցակերի հետ եւ այսպես այս վերջին անգամ Ջաքին 14 տարեկան է, եգական է, ուրեմն female է եւ երկու ավել երիտասարդ արծիվ էլի եգական արծիվներ գալիս են հարցակվում են իր վրա եւ իրեն վիրավորում են ամենայն դեպս չի կարողանում էլ թռչի բայց գալիս են իրենց օգնում են ու այ Սանտա Բարբարայի մոտ հիվանդանոց գոյություն ունի մասնագիտացված այս թռչնակների հարցերին ես այստեղ ուզում եմ ցույց տալ այնտեղ աշխատեցին իր վրա տեսնում եք այս Big Bear-ում է երբ որ առողջ է Ջաքին տեսնում եք 14 տարեկան իր ցակերի հետ ամենայն դեպս կրվի է բռնվում երկու ուրիշ այստեղ տեսնում եք հիվանդանոցում իրեն աշխատում են փրկել բայց եւ այնպես չի լինում եւ Ջաքին ուրեմն մահացել է իր վիճակը օրստորեն մի անգամից վատացավ նախապես լավանում էր հետո վատացավ այստեղ տեսնում եք այդ երկու ջահել արծիվներն որ իրեն հարցակում են տեսնում եք ընկնում է ջրի մեջ ու չի կարողանում անգամ թռչի բայց եւ այնպես գտնում են իրեն տանում են բժշկական խնամքներ եւ բայց վերջո չի օգնում այդ ժամանակ երբ որ առողջ էր իր ցակերին կերակրում էր տեսնում եք այստեղ Ջաքին եք տեսնում ցյունի տակ անգամ թաքնվում էր երեխաներին տակածնելու համար եւ այստեղ տեսնում եք մարդիկ ցավ են արտահայտվում ամենայն դեպս ուրեմն այդտեղ ինչ որ գոյություն ուներ կորում է մանում է Ջաքին այսպես տեսնում եք Ջաքին գեղեցիկ արծիվ որը հեռացավ ես հիմա ուզում եմ խոսել նաեւ բեյսբոլի մասին տեսեք մի անձ իր երեխայի հետ գնացել է բեյսբոլի դաշտ է գնում տեսեք ինչպես սա մեծերի չափածների մրցություններ կա ավել երկրորդ տեսակի կա բայց տեսեք այս անձը գնդակը գալիս է ինքը ինչ գեղեցիկ կարող է մի ձեռքով այդպես բռնել երեխան էլ իր հետ է բայց եւ ով որ իհարկե երբ որ գնդակը այդ տարածքից դուրս է ով որ գտնի կամ վերցնի այդպես իրեն է պատկանում այս անձնավորությունը ուրեմն ուրախությամբ այս գնդակը իր հետ տանում է երևի հազարավոր դոլար կարող է վաճառի հետո ես մի տաթար վերցնեմ երբ վերադառնամ տաթարից շարունակեմ ծրագիրը 5 հոգու մեկ անձնավորությունը սպանում է իր ընտանիքի անդամներ ծրագիրը հովանավորում է դոկտոր Իբրահիմի հովանավորում ծրագիրը եթե թաթի վրա թաթի տակ վերք է քայլում եք շնչասպառ եք լինում զանգարեք իր գրասենյակները գտնվում են Orange County-ում Commerce Encino Glendale-ում 616 East Glenox փողոց Սոնաֆետարիստների կենտրոնն է հովանավորում ծրագիրը իրենք բաս ունեն մինիբաս ունեն ցես կտանեն ու կվերադառնան այնտեղ կարող եք ձեր հասակակիցների հետ զբաղվեք տարբեր բակյաման ուրիշ խաղերով բիլիարդ խաղալ այդտեղ այդ տարածքում կվերադառնան մեկ 53 տարեկան անձնավորություն սպանում է իր 3 տարեկան 5, 7, 9 տարեկան 4 երեխա իր երեխաներին սպանում է իր կնոջը 44 տարեկանը սպանում է զանգարում է շարունակենք 911 է զանգարում պոլիսին լուր է տալիս որ ես կրակել եմ իմ ընտանիքի վրա սպանել եմ իրենց Պոլիսը միջև գալիս են ինքը իրեն էլ սպանում է, այսինքն 5 հոգի 4 երեխա իր կնոջը եւ հետո ինքը իր վրա է կրակում ու մահանում այս 53 տարեկան Ռոնալդ Ուիլյամս անունով անձնավորություն էր իր երեխաներին մի տղա 3 աղջկա նաեւ սպանում է տարօրինակ վիճակ է ես ուզում եմ խոսել Միք Ջագերի մասին ճանաչված երգիչ անգլիացի որ այստեղ տեսնեք ապարում է տեսեք ինքն է ապարում է ասում է որ enjoying summer ասում է ես
հաջուկ եմ տանում ամառը, դրա համար այստեղ ապարում եմ, հույս ունեմ, որ դուք էլ ուրախ եք ու ապարում եք, ասում է այս ճանաչված անձնավորություն Միք Ջագեր, տեսնում եք այդտեղ նաև անունը։ Վերջավորության ես ուզում եմ խոսել վաղը, ջակփաթը այս վաղվա համար, տեսնում եք գրված է, հիմա ես խոսում եմ ձեզ 3-շաբթի օրը, ուրեմն նկատի ունեցեք, սա 4-շաբթի օրն է խաղարկում լինելու, 1 բիլիոնից ավել է լինելու, որ ախտողը գիտեք կեսից ավել է գումարը ինչ որ անձնելու են 400 ընդամենը 33 միլիոն 100 հազար, եթե դուք լինեք այդ բախտավորը, ձեզ կհանձնեն։ Միշտ նոր հանդիպում, մինչ վաղը։